մի հատ փոքր տղա ամեն անգամ աղջակալի պարկելուց, ընկնում է գետին, նեղված վեր է կենում, գնում է ասում է մայրիկ, անընդհատ մահճակալից ընկնում եմ, ինչ անեմ, ասում է բալես խորը պարկի։ Ես ուզում եմ, որ այսօր մենք Տիրոջ ներկայության մեջ խորը մնանք, որ ամեն անգամ մեր կյանքի մեջ դժվարությունները պատճառ չլինեն մեր սայթակումներին, ամեն։ Բայց առակած գիրքն ասում է, արդարը 7 անգամ ընկնի դարձյալ պիտի կանգնի։ Քանի անգամ ընկել ես, քանի անգամ սայթակել ես, կապ չունի։ 1000 անգամ ես ընկել, 1001-ը նորից կանգնի։ Ասա ես կանգնում եմ ոչ թե ընկնելու համար, այլ հաղթելու համար, ամեն։ Սատանա բառը, գիտեք, հենց սատանայի անունը չի, ժողովուրդ, սատանա բառը եբրայերեն թարգմանվում է նրա անունների վերնագիրը, որ թարգմանվում է նա ով դեմ է։ Նա ով դեմ է, նա դեմ է ձեր ուրախությանը, նա դեմ է ձեր օրհնություններին, նա դեմ է ձեզ, նա դեմ է ձեր ու Աստծո հարաբերություններին, բայց Հռոմեացիների 8:31-ն ասում է, եթե Աստված քո կողմն է, ով է քեզ հակառակ։ Ամեն Աստված մեր կողմն է։ Եթե Աստված իմ կողմն է, ոչ մեկ ինձ չի կարող հակառակ լինի։ Ես այսօր ուզում եմ կիսվեմ իմ կյանքի վկայությամբ, որ Աստված մեծ իր ձեռքը դրել է իմ կյանքի մեջ, մեծ հրաշքներ արել իմ կյանքի։ Ես հավատում եմ, այստեղ կան շատերը, որ ավելի մեծ հրաշքներ են ունեցել իրենց կյանքերի մեջ։ Ես ծնվել եմ հոգևոր ընտանիքում, մամաս տատի շատ ու կրակոտ հոգևորներ են ելել, ես որ մարդկանց պատմում եմ, ասում եմ գեներալներ են ելել Աստծո։ Մամաս 25 տարեկան է մահացել։ Մամաս մահանալու ժամանակ ինձ ու քրոջս ընծայել է եկեղեցուն ու երբ որ մեզ ընծայելու ժամանակ ասել է Հիսուս, ես ուզում եմ Պողոսս լինի Հովանես Մկրտիչի նման քարոզիչ։ Ու այդ խնդրանքով ինքը ընծայել է, դրանից հետո մամաս մահացել է, մի ամիս հետո։ Վերջը, մահանալու ժամանակ, գիտեք, իմ կյանքիս մեջ կար դժվարություններ, որ մամա էր կոչվում։ Մահանալու ժամանակ, որոնք իմ կյանքիս մեջ հետք էին թողել, մենք անընդհատ խաղում էինք, փոքր երեխա էինք, 5-4 տարեկան, ես 4 տարեկան եմ ելել, 5 տարեկան չէի դարձել։ Մամաս անընդհատ կանչում էր, ասում էր, եկեք ձեզ գրկեմ, ձեզ պաչեմ, երեխա էինք, ուզում էինք խաղայինք, չէինք գնում, բայց երբ որ մենք պաչեցինք, մամային էլ ինքը չարձագանքեց։ Գիտեք, դրանք իմ սրտի մեջ դրոշվել էին։ Իմ սրտի մեջ մի հատ քարե նման մի բանի վրա գրվել էին ու ես երբեք չէի մոռանում դրանք։ Ու ամեն անգամ, երբ որ Աստծուց ինչ-որ բան էի խնդրում, ես այն տարիներին, որ Աստծուն չեմ ծառայել, Աստծուց նեղացած եմ ելել, դրանք են պատճառել։ Ու երբ որ վերջի անգամ բերեցին մամայիս մահվան ժամանակ, որ համբուրենք մենք իրան, ասեց երեխեքին մոտիկ մի բերեք, կարգերը ինձ են սպասում։ Մամաս Ստեփանոսի նման երկինքը բացված տեսել է։ Ու այնքան կարևոր էր այդ կարգերը, Աստծո փառքը, Աստծուն գահի վրա տեսել էր նստած, այդ ամեն ինչ այնքան կարևոր էր, որ մենք էլ կարևոր չենք։ Ու այդ իմ կյանքիս մեջ ցավ էր, ես ինչի քո համար կարևոր չէի մամա։ Ու այդ ցավը իմ սրտիս մեջ մեծանում էր։ Ես ունեցա երկրորդ մայրս, որ իմ տատիս էր։ Գիտեք, ինքը իմ համար վերջն է ելել։ 10 տարի բացարձակ ինքը չի տեսել։ Կյանքիս մեջ ունեցել եմ մի անձնավորություն, ով ինձ սիրել է ու շատ է սիրել։ Ինքը ինձ չեք պատկերացնի, ինչքան էր սիրում, ինձ ինքն է մեծացրել իր խոսքով, իր աղոթներով։ 10 տարի աբսոլյուտնի չէր կարա տենար, որտեղ է արևը։ Մենք էինք իրան ծառայում, մենք էինք կերակրում, քրոջս հետ լողացնում, վերջը, ինչ կարիքներ ունի, մենք էինք հոգում։ Ու ինքը տարիների ընթացքում աղոթեց, ասեց Տեր, ես էլ ուզում եմ Պողոսս Սամուելի նման մարգարե դառնա ու ինձ ուղարկեց եկեղեցի, ասեց ես ուխտի մեջ եմ Տիրոջ հետ, գնա եկեղեցու մնա։ Եվ 3 տարի գիշեր ցերեկ մնացել եմ եկեղեցում։ 2007 թվականին, մինչև 2007 թվականը 17 տարեկան դառնալը, տունս մի հատ իմ սենյակում մի հատված ունեի, որ Մայք Թայսոնի, ես բռնցքամարտով եմ երկար տարիներ զբաղվում, Մայք Թայսոնի նկար ունեի։ Ամեն անգամ որ մտնում էի ներս, նայում էի նկարին, ասում էի Հիսուս, ես Թայսոնին քեզնից շատ եմ սիրում։ Գիտեք, դա ամեն անգամ ասելուց ուզում էի Հիսուսին ցավցնել այն ցավով, որով ինձ թվում էր, որ ինքը ինձ ցավցրել է։ Ու ամեն անգամ ասում էի Հիսուս, ես Թայսոնին քեզնից շատ եմ սիրում։ 2007 թվականին գերբնական ձևի Աստված այցելություն արեց ճամբարում, որ ծիծաղում էի լացողների վրա, ծիծաղում էի աղոթողների վրա, ես ինձ հիմար էի համարում, որը տե ներկա է։
ու գերբնական ձևի այցելություն արեց 5-ից մինչև գիշերը 11-ը, որտեղ որ կանգնած էի, ծնկի է եկել ու մենակ լացում է, ասում է Հիսուս, ինչ ես ուզում, որ քեզ տամ։ Ինչ ես ուզում քո համար անեմ։ Հենց այդ օրը Սուրբ Հոգով եմ մկրտվել։ Մեղավոր մարդ այցելություն էր ստացել։ Ու գիտեք, այդ այցելությունը այնքան քաղցր էր, որ ես պատրաստ էի ամեն ինչ տալ Հիսուսին։ Ու այդ օրը բոքսից հրաժարվել եմ։ Որտեվ ամեն անգամ, ու գիտեք, ես հրաժարվեցի բոքսից այն ժամանակ, երբ որ ամենապիկ ժամանակս էր, որ արդեն շատ կարայի արդյունքների հասնեի, շատ լավ ֆորմի մեջ էի, ու ես հրաժարվա, որտեվ բոքսը չէր տվել այն, ինչ Աստված այդ օրը տվեց։ 2007 թվականից անմնացորդ ծառայել եմ Տիրոջը։ 2008 թվականին բանակ պիտի եթայ։ Ես էլ մեր քաղաքում սպորտսմեն եմ, էլ ուժեղ եմ, էլ մի քիչ խելք եմ ունեցել բոքսորներին մի քիչ բանա, բայց ոչինչ։ Աշկին գնող տղա էի, ես չէի վախենում, դուխով էի ու երբ որ ապաշխարել էի, ազատ Հիսուսի մասին քարոզում էի, ազատ, չէի վախենում։ Այն վաղտվա հասկացողությամբ, ով չէր հավատում Հիսուսին, կոտրում էի քիթը, բայց կոտրված քթով, կոտրված սրտով դարձի էր գալի Աստծուն։ Այս իմ հասկացողությունն էր այն ժամանակ, աշխարհի կյանքից նոր էի ապաշխարել ու աղոթում էի, ասում էի Հիսուս, ես ուզում եմ հիմա աղոթեմ այն հատվածի, այն տարածքի համար, որ ես պիտի գնամ ծառայեմ ու հիմիկվանից աղոթում եմ, որ դու այդ տեղը օրհնես, որ 2 տարի ծառայելու ընթացքում գոնե 20 հոգի իմ պատճառով դարձի գան դեպի քեզ։ Ու ամեն օր աղոթում էի, դրա համար ծոմ էի պահում, մայիսի 5-ին պավեսկե ստացա։ Փետրվար ամսվա վերջներ կամ ապրիլի սկիզբը պավեսկես մայիսի 5-ին ստացամ, ավելի կրակոց սկսամ աղոթել։ Ժամեր ունեի, եկեղեցուց գնում էի տուն, տատիս կարիքներն էի հոգում, կերակրում էի համար գիրք էի կարդում, երգում էի երկարանով, որ երգում էի 5 երգ չէի երգում, ամբողջ երկարանի երգերը երգում էի տատիս համար, այն հաստ երկարանը ու վերջ է ծառայության ժամանակ, երբ որ անում էի տատիս համար, տատին ասեց արի աղոթենք, ասեց հիմա քո երթն աղոթելու, ես էլ լցված հոգով աղոթում եմ Հիսուս, օրհնում եմ բանակ, օրհնում եմ այն տղերքին, որ պիտի խոսքով ծառայեն, որ պիտի քո մասին պատմեմ։ Աղոթքիս ընթացքում տատիս սկսեց ծիծաղել, ոնց որ աղոթքս բանը չկարացա էլ աղոթել, ասի տատի ինչի համար ես ծիծաղում, աղոթք ենք անում էլի, քեզնից եմ սովորել լուրջ աղոթք անելը։ Ասեց 3 օր առաջ քո համար ծոմ էի պահում 2 օրվա։ Ծոմի ժամանակ Աստված քո պապային ու հոպարին պավեսկա բաժանող կնոջը ուղարկեց, այդ կին եկավ ասեց Լիդիա, այս քո Պողոս զավակի բանակից ազատվելու թուղթն է։ Պողոսը բանակ չի գնալու։ Ըստ ձեզ ես ուրախ պիտի լինեի, ոչ։ Գիտեք, ես իմ կյանքիս մեջ առաջի անգամ տատիս հետ կռվեցի։ Ու ես ասում եի, դու ինչ չես հարցրել։ Դու ինչ չհարցրիք։ Մաման չհարցրեց, որ ես լինեմ Հովանեսի նման քարոզիչ, դու չհարցրիր Սամուելի նման դու ուզեցիր, ես ուզում եմ Պողոսի նման առաքյալ լինեմ։ Հիմա էլ դու ինչ չես հարցնում, ես ուզում եմ այդ համբանակ, թե չէ։ Ու գիտեք, այնքան նեղված էի տնից փախա, վազելով գնացի եկեղեցի, բարձրացա դալիճ, ընկամ գետին ու մեկ հարց էի տալի։ Ով եմ ես քո համար։ Ես գիտեմ դու իմ հայրն ես, իմ Աստվածը, իմ կյանքը, իմ արարիչը, իմ ամեն ինչը, բա լավ, ես ով եմ քո համար։ Ես հասարակ այդ Աստծո որդի լինել ես, գիտեմ հետի, բայց ես ուզում եմ քո բերանից իմ ով լինելը իմանամ։ Ով եմ ես քո համար։ Ու արձագանք չկար, ես նորից ասում եի Տեր, ես ով եմ քո համար, ես ուզում եմ ստեից գնամ իմ մասին իմանալով։ Ես աղոթք եմ անում, բայց ով է տատիս, որ դու իր աղոթքը լսում ես ու իմ աղոթքը չես լսում։ Ու ես անդադար նույն հարցն էի տալի, ով եմ ես։ Գլուխս բարձրացրեցի մեր եկեղեցում ժամ կա, չեմ նայում եմ ժամը, տեսա, всё, չեմ անցնի ժամը։ Մինչև այդ չէի տեսե։ Ուղղակի գլուխս վեր բարձրացրեցի, տեսա, որ ուղիղ ժամը 9-ն է։ Չգիտեմ մարդկային միտք էր, ասի Հիսուս։ Ես ոչ մի բան քեզնից չեմ ուզում։ Եթե ես քո համար որևէ մեկն եմ, ինչ ժամը 9-ով կպատասխանես։ Եթե դու ուզում ես ինձ պատասխանես, քո պատասխանի մեջ ժամը 9 ներառյալ լինի։ Որ ժամը 9 հենց ես լսեմ, կիմանամ դու ես պատասխանը,
նորից սկսեցի աղոթել։ Գիտեք, սովորաբար են, որ մենք աղոթում ենք ու նորից պատասխան չկա, աղոթեցի, մոտ 20 րոպե անցել էր։ Հեռախոսի զանգ եկավ, վերցրեցի, տեսա մեր Արայիկ եղբայրն է, այդ ժամանակ Արայիկ եղբայրը երիտասարդների հովիվներ։ Ասի լսում եմ եղբայր, ասեց Ղազարոս աղբերն է, հուսով եմ շատերը ճանաչում եք։ Ղազարոս աղբերը Անգլիայից զանգել է, ուզում է քո հետ խոսա, ես վախեցա։ Ասի ինչ եմ արել, որ վազելով իջա, վերցրեցի հեռախոսը, ասի լսում եմ եղբայր, ասեց Պողոս ուշադիր լսի։ Ամերիկայում առավոտը ժամը 9-ին հիշում եք իմ պայմանը ժողովուրդ։ Առավոտը ժամը 9-ին Դեյվ Անդերսոնը աշխարհահռչակ քարոզիչ, ավետարանիչ, առավոտը ժամը 9-ին աղոթելու ժամանակ Աստված իրան ասել է. Պողոսը իմ սիրելի ընտրյալն է, որին ընտրել եմ իմ գործերի համար, ու քեզ ինչ որ ասեմ, կանես, ու ինքը պիտի բանակ չէ, թա, որտեվ բանակում կմահանա։ Ու գիտեք, ինքը ինձ Ամերիկայից բանակից ազատեց։ Իմ կյանքի մեջ մարգարեություն կար, որ ես երբեք պիտի չգնամ բանակ։ Դրանից հետո իմ կյանքիս մեջ ես բանակից ազատվամ, մեծ գործեր սկսավ, ես գյուղեր մտնում էի, ես 4 գյուղ մտել եմ այդ տարիքում, ուղղակի Հիսուսի մասին էի պատմում, ես չէի ամանչում, չէի վախենում, որովհետև ամեն օր Հիսուսը իմ կյանքիս մեջ հրաշքներ էր գործում։ Մտնում էի տուն առ տուն, այն որ Հիսուսին հավատում ես, Հիսուսի սերն էի պատմում, ու 2008 թվականից մինչև 2014 թվական իմ կյանքից մեջ թե Ղազարոս աղբոր կողմից, թե տատիս մահվանից առաջ մեծ մարգարեություններ ելան, որ Աստված քո կյանքում 30 տարեկանից նոր ընթացք է սկսելու, նոր գործ է սկսելու։ Ես գիտեի, որ Աստված ինձ 30 տարեկանից կանչում է իրեն ծառայելու։ 14 թվականին ընդունվամ գործի Աբովյան, շատ լավ աշխատանք, շատ լավ աշխատավարձ, մի տարի յոլա արեցի իմ ծառայություններս, 15 թվից հրաժարվամ ամբողջությամբ ծառայություններին, կյանքս տվի իմ գործին։ Գիտեք, այդ օրերին Աստված ամեն օր տարբեր մարդկանց միջոցով, տարբեր մարդկանց բերանով, իմ կնոջ բերանով ինձ ասում էր. Բասուն։ Ու ես ամեն օր ասում եմ 30 տարեկանից Աստծուն, 30 տարեկանից Աստծուն։ Ես 30 տարեկանից ամբողջությամբ կծառայեմ Աստծուն։ Մեր եղբայրները, մեր հովիվները ամեն օր ինձ ասում էին. Պողոս, բա Աստված ինչ է լավ, այն ուխտերը, այն խոստումները, այն խոսքերը քո կյանքի մեջ։ Եվ ամեն օր ասում էի Աստծուն, ու տարիները անցնում էր, 29 տարեկան էի, ասում էի 30 տարեկան, 30 տարեկանից երբ որ լրացավ, եղբայրները ասում էին Պողոս, հա, հիմա ծառայելու ես, ասում էի կծառայեմ փողը, որտեվ այդ ժամանակ արդեն լավ գումարում էի։ Աշխատել էի, կուտակել էի, բիզնեսներ էի ստեղծել, բիզնեսներս փող էին ինձ տալի, ասում էի ավելի լավ է, ի՞նչ է պետք Աստծուն, ես հլնեմ քարոզեմ, չէ, ես փողով քարոզիչներին կորտնեմ, թող իրանք ծառայեն։ Ես ինձ դրանով մխիթարել էի։ Ու այդ ընթացքում բազմիցս Աստված իմ կյանքի մեջ երազներով, տեսիլքներով, ուրիշ մարդկանց բերանով ասում էր թող գործը։ Ես ասում եմ Հիսուս, ախր աղքատը մեծացե, ուրիշի շորերով, ուզում եմ իմ շորերը ես ունենամ։ Այդ դժվարությունը, այդ պատճառները չէին թողում, որ հրաժարվեին հարմար կյանքից, որ իմ համար հենարան էր դառը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին պատերազմը, որը սկսեց, հայրս գնաց, եղբայրս 28-ին, կամավոր աղբերս 20 տարեկան էր, 2 ամիս, 3 ամիս էր բանակից եկել, կամավորագրվավ գնաց, աղբորս ճանապարհելու ընթացքում, երբ որ նայեցի նրա աչքերին, ինքը ժպտալով, ինձ գիտեք ինչ ասեց, չմտածես, իմ սիրտը քանդվավ ժողովուրդ, ես իմ կյանքում երբեք չեմ կառուցել երազանքների տունը, որովհետև ես ամեն անգամ, ես երեխա ժամանակվանից երազանքներ չեմ կարացել կառուցել, որովհետև իմ երեխա ժամանակվանից իմ իրական տունը, իմ լավ տունը քանդվեց։ Ու ես ամեն անգամ, երբ որ երազանք էի կառուցում էի այն ընտանիքը, որ պիտի լավ ապրեմ, երեխեք ունենամ, սիրով լինեմ, իմ մեջ հասկացողություն կար, որ արդեն պիտի մեկը մահանա, բա ով մահանա։ Կինս մահանա, որտեվ արդեն պապայիս լավ ընտանիքում կինը մահացել էր, չէ, ես համաձայն չեմ, պապաս մահանա, ունեմ Հիսուս, մեկին, որ պապաս է, ես մահանամ, չէ, ես էլ չեմ ուզում մահանամ,
Ու ամեն անգամ իմ երազանքների ընտանիքը քանդում է։ Ես չեմ կառուցել երբեք։ Իմ պատկերացումով ես երբեք տուն չեմ կառուցել, որտեվ վախենում էի, որտեվ երբեք ոչ մեկ չի եկի ասի Պողոս զարթնի, կարա մարդ չմահանա քո երազանքների մեջ։ Ու այդ օրը ժողովուրդ, գիտեք, ես ինձ այնքան էգոիստ զգացի, որ պապաս գնացել էր, պատերազմ ասում էի, լավ, պապաս արդեն տարիքով է, որ մահանա նորմալ է, բայց երբ որ աղբերս ասեց չմտածես, ես ամանչեցի։ Գիտեք, ես ինչից ամանչեցի, որ երբեք չեմ ուզեցել, որ ես մահանամ։ Երբեք չեմ ուզեցել, որ ինձ զոհաբերեմ իմ ընտանիքի ուրախության համար, ասիմ ոչ, ես կգնամ։ Հաջորդ օրը կամավորագրվա մահապարտների ջոկատ, որ դեպի Ջաբրայել էր եթում, ու ինձ ասեցին, որ 99% հետ չի գալու, ասի ես եթում եմ։ Եկամ տուն, դժվար էր, կնոջս ամբողջ ճանապարհին աղոթում է, ասում է Տեր, հանկարծ կինս չհակառակվի ինձ։ Վերջը եկանք, փեսես գնացել էր, պապաս գնացել էր, աղբերս գնացել էր, համոզեցի կնոջս, քրոջս, այնքան էին լաց է աշկերները ուռել էր, քրոջս մի աշկներ ուռել, ասում եմ, մենակ փեսուս համար ես լաց է։ Վերջը, տնից դուրս գալուց ուղղակի շրջվեցի մեջքով կնոջս ու ասեցի, ինձ չմոռանաք։ Գիտեք, չմոռանալ բառը մենք կյանքում այնքան տեղեր հեշտ ենք օգտագործում, բայց գալիս է պահ, որ չես կարում, խեղդվում ես։ Ու ես ուզում եի, ես գիտեի, ես ուր եմ եթում ու ես ուզում եի, որ ինձ չմոռանային։ Ամենաառաջին ես ուզում եի իմ Աստծո հարաբերություններ, ես մտածում էի, ես գիտեի, որ այդ հալու եմ պատերազմ, ձեռս վիրավորվելու է, ես իմ մեջ երազի մեջ տեսել էի նմանատիպ բան, աջ ձեռքս վիրավորվում է, ու ես դառնում եմ ասում, բայց երազիս մեջ աջ ձեռն էր, որ ամբողջը տեսածել էի, կարողա չգնայի։ Վերջը, գնացինք պատերազմ, այդ ամբողջ ընթացքում դժվար էր, մենակ ֆիլմերում ժողովուրդ, տենց իրական ովքեր, որ տեսել են պատերազմը, կհասկանան, մենակ ֆիլմերում այդ կադրերը կարաս տենաս։ Որ պոստը, որ ես հլնում էի 500 հոգի 2 օրվա մեջ զոհվել էին, ու ես այդ պոստն էի բարձրանում։ Ու ես այդ պոստը, որ բարձրանում էի, գիտեք ինչքան դժվար էր, ես բանակ չեմ ծառայել, չգիտեմ զենքը որսորդեմ, գիտեմ, բայց որսորդական զենքեր եմ օգտագործել, չգիտեմ զենքը ինչա, պաշտպանվելը ինչա, կրակելը ինչա, վերջ այդ ամեն ինչը չգիտեմ ու տեղում արագ սովորում էի, առիթ եղավ, տղաներ էին, լիքը կանգնած զինվորներ, ասա Հիսուսին հավատում եք մարտի դաշտում, գոռացին, հա, եկան մոտիկ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունենք ու մտանք պատերազմի այդ մարտի դաշտը։ Մեկ օրում 72 հոգուց մնացել ենք 8 հոգի։ Դեմ դիմաց մարտնչում էինք ադրբեջանցիների հետ։ 8 հոգով ընկանք շրջափակման մեջ, լուսաբացի 4-ից մինչև 10:30 անդադար դեմ դիմաց իրար հետ մարտնչել ենք։ Մոտիկ 20-30 մետր հեռավորության վրա։ Այդ ժամանակ նահանջ տեղի ունեցավ, ես երկու ընկերներ ունեի, Վահրամի ու Դավիթին, որ նահանջ տեղի ունեցավ, մենք իրարից հեռու էինք, ռացիա չունեինք, գոռում էինք ամեն մեկս մեկին, նահանջա, մյուսը պիտի մյուսին փոխանցեր, վերջը։ Որ նահանջ ամեն գոռացողը գոռում էր, իջնում էր, ես գոռացի իջա ու տեսա իջնում ենք, վազում ենք 6 հոգով, տենում եմ ընկերներս չկան։ Գիտեք, ամենադժվար պահս էտա էլ է։ Կանգնել եմ Սարի այդ դոշին, ասել եմ, տղերք ընկերներս մնացել են, ելեք հետ բարձրանանք, ասին չէ, ադրբեջանցիք նույն լինիայի մեջ են, հաստատ զոհվել են։ Գիտեք, այնքան դժվար էր, կանգնած տեղս ուղղակի լացել եմ։ Լացել եմ, ասել եմ, Հիսուս, ես չեմ կարա իրանց թողել։ Կապ չունի իրանք զոհվել են, չեն զոհվել, ես ուզում եմ իմ խղճի համար։ Ու գիտեք, ես ում հետ էի կռվում իմ ընտանիքի ժողովուրդ։ Ուղղակի էկրանով իմ ընտանիքը իմ աշկի դեմն էր, իմ երեխեքը։ Ու իրանք ինձ ասում էին, որոշում կայացրա, իրանք թե մենք։ Լացել եմ ու հետ եմ վազը։ Վազա տեսա Դավիթն ու Վահրամը, լիցքավորում են, ասում եմ Դավիթ ջան, ախր Վահրամ ջան, Վահե ջան, նահանջա, իջնենք։ Չէին իմացել, հետ որ իջանք վերտալյոտով այդ 5 հոգուն, որ միանանք, վերտալյոտով այդ 5 հոգուն խփեցին, որտեղ մեզնից առաջ էին ու փոշի դարձան իրանք, sense կոպիտ ասած, այդ տեսարանը տենց աշկի սպանելավ, մենք հետ նորից մտանք լինիա, լինիայով վազանք ուրիշ տեղ կար, ճեղքեցինք, այդ
հատվածով իջանք, ընկանք Մինապոլիա։ Ու ես էլ ոչ մի բանից գաղափար չունեմ։ Բազում ենք, մենակ մի բան եմ ասում, Հիսուս, եթե անգամ ինձ կպնի, որտեվ մեր հետևից կրակում են, ասում եմ, եթե անգամ կպնի էլ չեմ մեռնելու։ Հասանք հրետակոծման հատված, ընկանք այդ ամեն մի սնայրադը, որ պայթում էր, մոտ 2.5-3 մետր շառավղով, փոսեր էր տեղի ունենում, մտնում ենք փոսերի մեջ, հաջորդը տրաքում էր, վազում ենք մյուս փոսի մեջ, եւ հասանք մի հատված, որ ընկերներս ասացին, էլ չեն կարում, սպասենք, հանգստանանք, այդ ժամանակ ուղղակի մի հատ մտքի ցանկություն, Հիսուս, ու ես տենում եմ, որ Մինապոլիայի մեջ ենք, ես մենակ մի աղոթք եմ անում, Հիսուս, քեզնից ոչ մի բան չեմ ուզում։ Մենակ ուզում եմ գիտակցաբար մեռնելուցս 1 րոպե թող ես ապրեմ, գիտակցաբար մեղքերի թողություն տամ։ Ոչ մի բան, ոչ ուզում եմ կնոջս հետ, ոչ ուզում եմ երեխեքիս, ոչ մեկի հետ չեմ ուզում խոսամ, մենակ ուզում եմ, որ այդ հնարավորությունը ինձ տաս։ Մտքիս աղոթքը վերջացրեցի, շրջվեցի Վահրամին ասին, կասկեն գլխիդ դիր, հանկարծ քար չկպնի, ոչ մի բան, վերջը չվնասվես, ասես չի արխային էլի, ինքը ինձ ասեց, ես զենքիս վրա պացտվոլնիկ ունեի, տենց էր կոչվում, սնայրադներ ունեի պացտվոլնիկի, կողքս լցրած էր, ուղղակի խառը աջ կողքս, ասեց դրանք սիրուն ձախ կողմդ դասավորի, վերջը դասավորեցի երևի 2 րոպեվա բան այլ է, գոռացին պայթուն աչից, քանի որ չէի ծառայի, չգիտեի պայթուն աչից ինչա, իրանք ձախ դիրքավորվան, ես էլ ինչ թվաց աչ պիտի բանանի, աչ դիրքավորվամ ու տեսա ուղիղ վրես անգնում։ Գրադի սնայրադը ժողովուրդ, ոտքերիցս 60-50 սանտիմ հեռու ընկավ, որ պայթեց, ես իա հողի հետ դուրս եմ հելը։ Վերջը, որ պայթում էր Ջաբրայելի հատվածում ավազոտ էր, փոշի էր տեղի ունենում, ես որ ուշքի եկա, արդեն փոշի չկար, ընկերներից մեկը զոհվավ այդ իմ ուշքի գալու ժամանակ, այն մի ընկերս ծանր ահավոր վիրավորում էր ստացել, ես ինչ չէի տեսել, ին վիրավորումը ինչպիսին է։ Այդ պահին ուզեցա օգնեմ, չկարողացա ու հասկացա, որ այս այն հնարավորությունն է, որ գիտակցությանը մեկ է, որ Աստված տվել է, որ ես մեղքերի թողություն անեմ։ Գիտեք, այնքան եմ ցավում ժողովուրդ, որ հայր մերը այնքան չէի ասեմ մոռացել էի։ Այնքան հայր մեր աղոթքը չէի ասել, ու այդ պահին ես ուզում եմ հայր մեր աղոթքն անեմ, աշխարհի ամենաբարձր աղոթքը, ամենավեհ աղոթքը։ Ու ես չեմ հիշում։ Հայր մերն ասում եմ, լավ մի հատ էլ ասեմ, մի բար կարողա հիշեմ կամ ավել պակաս մի բան ասեմ։ Բայց չեմ հիշում, ու ես էլ հնարավորություն չունեմ հետ գալու ժողովուրդ, հայր մերն անգիր ասելու։ Նայեք ինչքան հնարավորություն ունենք։ Մենք Սուրբ Գիրքը հնարավորություն ունենք բացելու, բայց չենք բացում, որտեվ երբեք չենք մտածում, որ մահը առանց տուկտուկ տալու մեր կյանք չի գա, բայց մահը իմ կյանք եկավ առանց թակելու։ Երբեք չէի սպասում, ես միշտ մտածել եմ, ես յուրահատուկ եմ։ Ես միշտ մտածել եմ, որ սաղ կարան մեռնեն, բայց ոչ ես լավն եմ, բայց երբ որ մահը եկավ, ամենաառաջի գործողությունը իմ կյանքում ինձնից հիասթափվամ։ Ու ափսոսում էի։ Գիտեք ինչից էի ափսոսում։ Իմ կյանքում արած 2 բաների համար։ Արած ու չարածի, որ պիտի անեի, չէի արել, որ պիտի չանեի, արել էի։ Գիտեք ինչ չէի կարում հետ բերեի, այդ ժամանակ ես չէի ուզում։ Բոլոր մեռնող մարդիկ ուզում են իրանց վերջի խոսքը, իրանց վերջի ձայնը, որ լսեն իրանց հարազատի, ես չէի ուզում իմ կնոջ ձայնը լսել, ես ուզում եի զանգե իմ 3 ընկերներին, ասե ես ձեզ ներել եմ, խնդրում եմ դուք էլ ինձ ներեք, որ ժամանակին ձեզ չներեցի, երբ որ եկաք իմ մոտ, ասեցի գնացեք, թող Աստված ձեզ ների, ինքը մեծ սիրտ ունի, ես չունեմ այդ։ Գիտեք դրա համար տանջվում էի, բայց այսօր մենք մեր հարազատներին ներելու խնդիր ունենք ժողովուրդ։ Մենք այսօր մեր հարազատներին չներելով ազատ ապրում ենք առանց վախենալու։ Մեր ընտանիքի անդամներին, մեր ընկերներին ազատ ենք ապրում։ Այդ ժամանակ սկսեցի աղոթք անեմ ու երբ որ զգացի, որ դեռ չեմ մեռնում, որտեղ վիրավորումը շատ մեծ էր։ Եղունգիցս մեծ ասկոլկեք 800 մտել էին մեջս, սրտից, թոքերից, որովայնից, ոտքերս ամեն մեկը 100-ներ, այս պահին հիմա 350 ասկոլկա ունեմ, մեծ, 3-4 սանտիմանոց, ծորենի հատիկի չափով, պատկերացրեք, եթե հիմա ունեմ այդքան, իշքան
12 վիրահատությունների ընթացքում իրանք հեռացրել են։ 800-ից ավել ասկոլկա կար մեջը, իմ միջից անցած ասկոլկեքից ընկերներս զոհվել են։ Ու ես մնացել եմ, ես մտածում եմ Աստված հələ ինձ պահել է, որ տանջի, որտեվ ես ինչքան անականջ եմ եղել։ Ու այդ պահին սկսեցի գոռալ, ասում էի վիրավոր ենք, օգնեք, բայց ես ոչ մի ձայն չէի լսում։ 6 հոգի մարդիկ հայտնվեցին, 6 հոգի գոռացի, ասի ընկերս դեռ չի զոհվել, Վահեն։ Ասի յան շուտ իջեցրեք, քանի չի զոհվել։ 4 հոգով ընկերոջս որ տարան, երկու շատ կարճահասակ 18-19 տարեկան տղաներ մնացին, որ շատ փոքր էին չափերով, ես էլ այդ ժամանակ 117 կիլո էի, մի քիչ առանց փորի, հիմա փորով եմ։ Այդ ժամանակ ոտքերիս, այսինքն հակս շոր չկար, ոչ թե հելել էր, այլ մեջս էր հակի շորերը։ Ու բացինքեքը մեջս էին սաղ ոտքերիս մսերը պոկված գետին ընկած ոսկորներս պարզերևում էր, իրանք ռիշ չարեցին ոտքերիցս, ձեռքերիցս բռնեն։ Վերջը գոռացի ասի փախեք, որ փրկվեք։ Մեկը մի քանի քայլ արեց, որտեվ հենց մարտի ամենաառաջի դաշտում ենք, առաջի հատվածում, բայց հետ եկավ ասես չէ հոպար։ Իսկի չէին իմանում, որ 30 տարեկան եմ այդ ժամանակ։ Ասին չէ հոպար, քեզ չենք թողի։ Չեմ չափազանցնում ժողովուրդ։ 4 կիլոմետր, 3.5 կիլոմետր, 4 կիլոմետր, իրանք չեն կարող ինձ բարձրացնեն ծանրությանս պատճառով, մեջքիցս բռնած գետնով քաշ տալով ոնց են մեշոկը քաշում։ Պատկերացրեք ոտքերս ջարդված, ես որ ուշքի եմ եկել, իմ ոտքը սենց թարս ծալված այլ է։ Ձախ ոտքս, ես իմ ոտքի տակը տեսնում էի։ Ու այդ ճանապարհը, որ ինձ քաշելով իջացնում են, ես գիտեմ մեռնում եմ։ Ես գիտեմ, ես այդ ամեն ինչը ու ամեն վարքյան արագ իմ շնչելուց ես ասում եմ, գոնե վերջի բառս ասեմ, Հիսուս։ Ու իրանք որ քաշ են տալի, ոտքերս քարերին, այդ բաց հատվածները, ոսկորներս կպնում է քարերին, ուշքս գնում է, նորից կպնում է, զարթնում եմ, տենում եմ, սնայրադը նորից ուղիղ վրես ընկնում, գոռում եմ սնայրադը պայթում է, հողա լցվում վրես, իրանք քանդում հանում են ինձի, պարկում են աջ ու ձախ կողմերս, որ էլ չվիրավորվեմ, շատ չէր մնաց, երևի 50-ից 100 մետր էր մնացել, որ հասցնեն մի հատ հրամանատարական փոքր դիտակետ, իրանք զոհվան։ Լուրջ եմ ասում ժողովուրդ, մենք մեր կյանքում միշտ օգնում ենք նրանց, ում արժան ենք համարում։ Գիտեք, այս տղերքը պատմություն կերտեցին։ Անգամ անունս չհարցրին։ Չհարցրին արժան ես, արժան չես։ Չհարցրին ով ես, ինչ ծնունդ ես։ Չհարցրին, որ ես իմ կյանքը քո համար դնեմ, իմ համար կապրես, բայց նայեք մենք ինչեր ենք անում ժողովուրդ։ Մինչև մարդուն չճանաչենք ու այդ ժամանակ գիտեք ես ով է, ես մինչև լավ մարդ չլեր իմ ձեռը չէի մեկնում նրան բարևեի։ Իսկ ես տղերքը բարի սամարացիներ էին, որ չհարցրին ով է, ինձ իրանց էշի վրա դրեցին։ Բարի սամարացին առաջի գործողությունը գիտեք ինչ արեց, իր էշից իջավ։ Մենք ասացվածք ունենք, դու քո էշը քշեցիր, էշը եսն է, երբ որ ուզում ես մեկին օգնես, դու քո եսից պիտի իջնես, եւ քո դիմացինին, քո ընկերոջը, քո ընտանիքի անդամին, քո եսի վրա պիտի դնես։ Ընտանիքի մեջ կռիվները ինչի՞ց է ալում ժողովուրդ։ Մենք պատրաստ ենք մեր ընտանիքի անդամների ամեն մեկի համար մեռնենք, բայց պատրաստ չենք մեր եսը զոհաբերենք, այստեղից պիտի սկսենք։ Մնացի մտե։ Մնացի մենակ։ Հետո մի քանի հոգի հայտնվեցին, քաշեցին ինձ այդ հրամանատարական տեղը։ Գիտեք, այդ ժամանակ հասկանում էի, ու ես զգում էի, որ էսի իմ վերջն է։ Ուժերս հավաքեցի, գոռացի կապրեմ ես։ Ասին անունդ ինչ ասի Պողոս Արարատ, որ հասկանան արարատցի եմ։ Հենց իմ արունով ճակատից գրեցին Պողոս Արարատ, չէի հասկանում ինչ էին անում, բայց իրանք գիտեն ես, որ մեռնում եմ, ուզում էին մարմինները չխառնվեր։ Նորից ուժերս հավաքեցի, ասի ախպեր, կապրեմ ես։ Նա այդ ժպտալով ասեց, չէ, ախպեր, չես ապրի, ու թողին ինձ իտե շրջվեցին, ասին բերեք ոչի բան չանենք, թող չտանջվի։ Ու ես մնացի իտե։ Ժամը 11:30։ Այդ պահին ուշաթափվել եմ ժողովուրդ։ Այդ պահին, գիտեք, ինչ էի գոռում,
գոռում է ասում է նվերին զանգեք, իմ հարազատն է ինքը, շատերը միգուցե ստե հասկացան ում մասին է խոսքը, չեմ ուզում եթերեմ, գոռում է նվերին զանգեք, ինքը ինձ դուրս կբերի, ոչ մեկ չէր արձագանքում, գոռում է ասում է հրամանատարակ, իմ ընկերոջը Արթուրին կանչեք, ասում են հենց նոր ոտը կտրվել է, իան տարել ենք, կներես քեզ էլ չենք կարող օգնենք։ Ես ատե ուշաթափվամ, չգիտեմ ինչ տեղի ունեցավ, 11:40 էր։ Առաջի բանը ես ինձ տեսել եմ վերևից ժողովուրդ, ինձ գետին ընկած։ Երկրորդ հատվածը տեսել եմ Դավոյին ու Վահրամին, որ երկինք էին հետում, որտեվ Վահրամը արդեն զոհվել էր։ Ու այդ տեսարանը, որ ես տեսամ, ես գիտեի, որ ես ուզում եմ ես էլ գնամ, որտեղ որ իրան գնում են ուրախություն, խաղաղություն կա։ Ու ժայռի նման տեղեր ուզում էի բարձրանալ, Վահեն ասեց Պողոս, հետ գնա։ Էս մեր միջոցառումն է, քոնը չի, որ ասեց հետ գնա, ես շրջվեցի, տեսա, ինձ ուղարկում են այնտեղ, որտեղ լիքը սքավոր մայրեր կան։ Ու ես համաձայն չէի, որ իրանց հետ եթամ, իրանց մոտ եթամ, որտեղ ես պատրաստ էի նորից այն ճանապարհը, ինչ 5 տարեկանից անցել եմ, նորից անցնել։ Ուզեցա բարձրանամ, Վահրամը ինձ հրեց, ես ընկնելուց, ես գիտեի, որ հեսա ընկնեմ, արդեն կզոհվեմ։ Աչքերս փակեցի, որ հեսա պիտի մեռնեմ, բացեցի ու տեսա ես Հիսուսի ոտների առաջ եմ ուղակի։ Գիտեք, իրական, ինչպես որ հիմա ինձ տենում եք, ես այդտենց իրական շատ մոտիկից տեսել եմ Հիսուսին։ Առաջի զարմանքս գիտեք որն էր, որ ես ճանաչում էի նրան։ Ինքը նկարների Հիսուսը չէր, ինքը վերջն էր։ Ինքը շատ սիրուն էր։ Երկրորդ զարմանքս գիտեք որն էր, որ իա վերքերը իմ վերքերից շատ էին։ Ու ես գիտեի, որ այս վերքերը իմ մեղքերի արդյունքն է։ Ես գոռում եմ, ասում եմ Հիսուս, ես մեղավոր եմ, դժոխք եմ եթում, բերանս բացվում էր, ասում եմ Հիսուս, ես ինձ սիրուն ես, ես ինձ սիրուն են քո աչքերը ու ես քեզ սիրում եմ։ Բայց ինքը իմ մտքի հարցին պատասխանում էր, ասում էր դու իմ որդին ես, ես քեզ ներում եմ։ Նորից էի գոռում, ասում եմ Հիսուս, դու ինձ որբ թողեցիր։ Բերանս բացվում էր, նորից ասում եմ Հիսուս, ես ինձ սիրուն ես, ես ինձ սիրուն են քո աչքերը, ես քեզ սիրում եմ, ես իմ բերանին կոնտրոլ չէի կարող անել, բայց ինքը իմ մտքի հարցերին պատասխանում էր։ Ես ասում եմ ինչի համար ինձ որբ թողեցիր ու հիմա ուզում ես իմ երեխեքը որբ մնան։ Հիսուսն ասում էր դու որբ չես եղել։ Ու այդ պահին գիտեք ես ոնց էի հասկանում, որ իմ երեխեն որբ չի մնա։ Որ ոչ թե իա կյանքում իմ ներկայությունը կլինի, Աստծո ներկայությունը կլինի։ Ու ես դրանով մխիթարվում էի այդ պահին։ Ու ամեն վարքյան նորից ասում էի Հիսուս, ես քո համար չեմ ապրել։ Գիտեք այնքան դժվար էր ժողովուրդ, որ կյանքում էլ հետ չես կարա։ Մենք ապրում ենք ամեն օր այնքան ենք քնել է սովորական է դարը մեր քնել հլնելը, մեր չմեռնելը։ Մենք մահվան մասին մենակ մտածում ենք այն ժամանակ, երբ որ թաղում ենք գնում։ Մի պահ թաղելուց հետո վсё գնաց դու քո նորից սովորական կյանքին միացար։ Էլ ես հետ չէի կարում տալ ժողովուրդ, քանի հնարավորություն ունեք, տվեք ձեր կյանքի Հիսուսին։ Գոռում եմ, ասում եմ Հիսուս, ես քո համար չեմ ապրել։ Կամքդ փոխիր, խնդրում եմ, ուզում եմ քո համար ապրեմ։ Միգուցե այս տարիների ընթացքում Արարատում եղել եմ Բաքսյոր Պողոսը, բայց Հիսուսի Պողոսը երբեք չեմ եղել։ Գիտեք, անընդհատ բերանս մենակ գովում էր նրան, գովերքում էր նրան, Հիսուս ես ինձ սիրուն ես, ես ինձ սիրուն եք։ Գիտեք իմ կյանքը ինչպես փոխվեց ժողովուրդ։ Հիսուսի դեմքի փայլը ու աչքերի փայլը դեմքի ժպիտը փոխեց իմ կյանքը։ Գիտեք, ցավոք սրտի Հիսուսը երբ որ գրկեց ինձ, ես իմ սիրտը տեսա ու զզվեցի։ Ես ցավոք սրտի ասում եմ իմ սրտի համար ու ինքը էլ չէր աշխատում։ Էլ չէր բաբախում ինքը կանգ էր առել ու ես զզվեցի իմ սրտից ժողովուրդ։ Ու այդ ժամանակ իմ աջ կողմը նոր սիրտ դրեց, որ արագ սկսեց բաբախել ու ես հասկացա, որ ես ոչ թե իմ սիրտն է, այլ իա սիրտն է, որ իմ մեջ է, ուղղակի պիտի ապրեմ իա համար։ Ժամը 5-ի կոմերը ուշքի եմ եկել։ Առավոտը 10:30 վիրավորվել եմ, 11:30 հասել եմ, չես ապրի։
տեսել եմ այդ տեսիլք, չգիտեմ, մահ չեմ կարող ասեմ ժողովուրդ։ Ամենայն դեպս այն ինչ որ պատմեցի, ավելի երկար ժամանակի մեջ եմ ուզում տեղավորվեմ։ Ժամի 5:30 տեսնում որ ուշքի եկա, տեսա արդեն կողս լիքը մարմիններ կան, դիակներ։ Ես անկարողությունից արտասվում էի մենակ, որտեվ կորցրել էի խոսալու ունակությունը, շարժվելու ունակությունը, պատկերացրեք, քանի ժամ անում, 6-7 ժամ անում ու այդքան ժամանակ ես առանց վիրակապերի եմ եղել։ Ոնց որ վիրավորվել եմ, հենց այտենց մնացել էի։ Ես չեմ կարող ասեմ ոնց հա տենց եղել։ Բայց մենակ լացում էի, արցունքներս լցվում էր ականջիս մեջ, կաթում էր։ Ստեփանյան Արամը հերվից տենում ա որ անընդհատ ինչ որ բան ականջիցս կաթում։ Եկավ ես որ տեսամ, ասեց այստեղ են սաղա, սրան պիտի փրկենք, որ քաշելով բերեցին ներս, տեսավ վիրավորում ես, հետ գնաց նստեց, ասես չէ, ես ինչ են արել, չեն կարա փրկենք։ Գիտես այդ պահին գոռում էի, ասում էի, բայց ձենը շեր դուրս գալի, կարաս ախպեր, կարաս փրկի։ Մեկ էլ ճակատիս կարդաց Պողոս Արարատ, ասեց էս իմ զեմլյակն է, ես սրան պիտի փրկեմ։ Ու գիտեք, մի անգամից սկսեց վիրակապել ինձ, ոտքերս կապեց, ձեռքերս կաթիլային միացրեց, ու գիտեք ինչ էր անում, ոնց որ իա տղեն լնեի։ Կռիվ էր անում, ասում էր, այս տղուն մի րոպե շուտ պիտի դուրս բերենք։ Ասում էր, այս տղեն կմեռնի, պիտի մի րոպե շուտ դուրս բերենք։ Բայց ես մենակ գիտեք ինչ էի ասում, Հիսուս, 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 Հիսուս։ Այդ օրերին, երբ որ Աբովյան գալիս էի գործի գնում էի ճանապարհին Ավանում, պաստառների վրա գրված էր Եսայա 58-ի 15-ը, կանչիր ինձ նեղության մեջ քուրն էլ ասեց, կանչիր ինձ նեղության մեջ ես քեզ կպատասխանեմ կհանեմ եւ քեզ մեծամեծ բաներ կասեմ եւ դու կփառաբանես ինձ։ Գիտեք գոռում է ասում է Հիսուս, ես կանչում եմ քեզ, բայց դու չես հասցնելու փրկես։ Ես գոռում եմ ասում է Հիսուս, ես կանչում եմ քեզ, փրկի դե։ Այդ պահին, որ վիրակապեցին, տենում էին, որ արդեն բինտերից ծորում էր, Արոնը շեն կարում, Արոնս կանգնացնեն, Արամն ասեց, պիտի այս տողն շուտ դուրս հանենք մարտի դաշտից, հնար չկար դուրս հանելու, մի հատ տեխնիկա կար, բեմպե էր կոչվում, բեմպեով պիտի հանեն, բայց ոչ մեկ չէր կարող այդ բեմպեն քշեր այդ մարտի դաշտին։ Խփեին կամիկաձեով վերջը, հեր ու տղա երկու հատ որոշեցին, որ իրանք ինձ դուրս կհանեն բեմպեով, ինձ դրեցին բեմպեի մեջ, նոր կտակարանս ջեբիցս դրեցին կրծքավանդակիս, Ստեփանյան Արամը վերցրեց, ասեց, այս էլ թող մեր մոտ մնա, որ մենք էլ փրկվենք։ Դուրը փակեցին, մեզ ճանապարհեցին, կես ժամ հետո իրանք զոհվան։ 29 հոգի ժողովուրդ։ Ու դաժանաբար էին զոհվել, գերի էին ընկե, չէին հանձնվել, Ադրբեջան Ղարաբաղ չէին ասել ու սպանվել էին։ Հերոս տղերք են իրանք։ Ստեփանյան Արամը հարյուրավոր տղերքի ուղակի փրկել է, հարյուրավոր հերոսություն արել։ Աբրահամը ինձ ջուր տվող տղեն է, պատկերացնում եք, ջուր ինքը հրաշքով ուղակի այդ ջուրը ինձ տվել է ու զոհվել է ժողովուրդ։ Վերջը ինձ բեմպեով բերեցին հրամանատարական բունկեր, բեմպեի դուռը բացեցին, կամիկաձեն խփեց, ինձ հենց դուրս հանին, կամիկաձեն խփեց, բացի ինձնից այդ մնացածը զոհվեցին բեմպեի մեջ։ Գիտեք, այնքան դժվար էր այդ ամեն ինչ ու ես միակ պահն էլ այդ ժամանակ, որ ես ուզում էի զոհվեի, մեռնեի, որ այդ դժվարությունը չտանեի, որտեվ այնքան դժվար էր, որ քո համար մարդիկ մեռնում են, դու ես ինչ անարժան մարդ ես։ Ու ես ինքս ինձ արժան չէի համարում, որ ինչ որ մեկը իմ համար զոհվեր ժողովուրդ։ 10 ժամ մնացել եմ այդտեղ։ Գիտեք, հնար չկար այդտեղից դուրս գալու, ու մենակ ես աղոթում եմ, ասում եմ, լավ ես մեռնելուս վարքյաները, որ հեսա պիտի մեռնեմ, որտեվ ոչ մի բան չկար, ոչ մի օգնություն, ոչ մի ցավազրկում, ջարդված, վերջը այդ ամեն ինչի մեջ, մենակ ասում էի գոնե մեռնելուց ես Հիսուս բառը ասեմ։ Մենակ այդ է ասում Հիսուս, 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 նայեք ինչքան ժամանակ ունենք, ալարում ենք այդ բառերը ասենք մեր կյանքի մեջ ժողովուրդ։ Մի վիլիս կար, որով պիտի հանեին, հնար կար, որ 3 հոգու հանեն կամ ինձ պիտի հանեն։ Ասին 3-ի կյանքը ավելին է, քան քոնը։ Մեկը չի ապրի 5 ժամ մինչև Հադրութ հասնելը մարտի դաշտից։
մութ, առանց լուսերը վառելու այդ փոսերի միջով ոնց չի ապրի, վերջը, որոշին, որ չանեն, տղերքից մեկը ասաց, չէ, իամտի հանենք վերջը, կրվեց իմ համար, ինձ դրեցին մեքենայի մեջ, բերեցին, առաջի վիրահատությունս արեցին, երկրորդ վիրահատությունս Ստեփանակերտում արեցին, դրանից հետո 10 հատ Հայաստանում եմ վիրահատություն ծանր արել, եկանք Հայաստան, գիտեք, այդ ամեն ինչի մեջ արդեն կյանք ունեմ, փրկվել եմ, կապ չունի, չեմ քայլում, չեմ շարժվում բացարձակապես, բայց ապրում եմ նորից։ Այդ ամեն ինչի մեջ, գիտեք, մի բան դեռ ինձնից չէր ջնջվել։ Տարիներ առաջ Ղազարոս ախպերը, որ ասեցի, որ ինքը զանգեց իմ հետ խոսած, տարիներ առաջ տատիս մահվանից առաջ կանչեց ինձ ասեց Պողոս, գրի քո կյանքի ամենաչորս հենարանները, որոնց վրա հենվում ես դու։ Հեշտ էր իմ համար գրելը։ Վերցրին փոքր թղթերի մեջ գրեցին, առաջինը տատիս, երկրորդը պապաս, երրորդը իմ ֆիզիկական ուժը, չորրորդը չունեի, բայց գրիմ հաստատ իմ համար հենարան կլինի փողը։ 4 հենարան գրեցի, տատիս, պապաս, որտեղում հետ ինչ կռի որ անում էի, ծեծում էի, հենց ուզում էին իմ հետ խնդիր ունենային, ասում էի Մրջումյանի տղեն եմ, ասում էին հաջող։ Էս իմ համար հենարան էր ժողովուրդ։ Գրեցի իմ ուժը եւ ֆինանսները, որ այդ ժամանակ չունեի։ Ասես լից ձերքիս մեջ։ Լցրեցի ձերքի մեջ քառակուսի սենց սիրուն ծալած, խառնեցի, ասեց մեկը վերցրի ուրախ, ասեց կլոր ցրա եւ իշքան հերու կարած շպրտի քեզանից։ Որ հերու շպրտեցիմ, ասեց դե գնա տես Աստված քեզնից որը վերցեց։ Գիտեք մի հատ այնց վախ եկավ մեջս։ Ասի հանկարծ տատիս կամ պապայի շպրտած չլինեմ։ Վազելով գնացիմ, վերցրեցի տեսա տատիսա։ Ասեց Պողոս, Ղազարոս եղբայրը։ Եթե Աստված չի քո հենարանը, բոլոր հենարանները կկորցնես։ Ժողովուրդ, Աստված մեր կյանքում խոսում է, որ մենք դաս առնենք։ Ես դաս չառամ։ 2008 թվականին տատիս մահացավ։ Կորցրի իմ հենարանը։ Գիտեք, իմ կյանքի ամենադժվար օրերից մեկը հենց այդ օրն է։ Տատիս մահանում էր ու ես կանգնել եի, գիտեք, ինչ էի ասում։ Ասում էի Հիսուս, քո էությունը չփոխվեց։ Հիմար բան եմ ես ասել։ Ասում էի դու տարիներ առաջ առանց ինձ հարցնելու վերցրեցիր իմ մորը։ Դու չհարցրիր Պողոս, դու ուզում ես թե չէ։ Դու վերցրեցիր իմ մորը առանց ինձ հարցնելու։ Ու դու նույնն ես անում հիմա։ Ու ես ասում էի դու նույնն ես անում Հիսուս, տատիս ուշքի եկավ, կոմայի մեջ էր։ Գոռաց Պողոսի կարիստ է։ Մոտիկացա, մեր ավակ հովիվներ, լիքը ժողովուրդ, հորքուրս էր, լիքը մարդիկ կային, որ այդ պահին ներկա են։ Ասեց Պողոսի կարի մոտս։ Մոտիկացա, ասեց, լսի քեզ ինչ եմ ասում, բալես։ Աստված քեզ հարցնում է։ Կթողես տատի տանը։ Գիտեք ոտերս թուլացել էր։ Ու տատիս հաջորդ խոսքն ասեց, Պողոս, քո համար դժվար է, բայց ես քեզ խորհուրդ եմ տալի։ Լսի իմ ձայնը, թող որ գնամ, որտեվ Աստված քո կյանքում գործ ունի։ Բայց գիտեք, այնքան դժվար էր այդ պահին որոշում կայացնես, քեզ սիրող միակ անձնավորությունը, որ մահանում է։ Ու ես այդ որոշումը կայացրեցի, ասի քնի տատի ու փոշմանեցի, ասեց չէ։ Գրկեցի, դրեցի շտաբօգնության մեքենայի մեջ, ձեռքս բռնեց, ասեց խնդրում եմ քեզ, թող Աստծո ծրագիրը քո կյանքում դրսևորվի եւ ի հայտ գա։ Թող որ քնեմ, ասի քնի ու քնավ ու մահացավ նույն պահին։ Գիտեք, ամենադժվար օրերից մեկն էր դա։ Նեղված, կատաղած եկել եմ տուն, ասում եմ, ես ինչ ես անում։ Գիտես, մենք իրավունք չունենք, ժողովուրդ, Աստծո հետ այտենց խոսանք, ես հիմա հասկանում եմ։ Մենք արարածները սարար չի չենք կարա խոսանք։ Բայց երբեմն մեր անհասկանալի կարգավիճակների մեջ մենք բողոք ենք ունենում ու խոսում է։ Ասում է, ես ինչ եղավ, Հիսուս, ես ինչ եղավ, ես մնացի մենակ։ Ու եթե ասում ես դու իմ կյանքի մեջ ծրագիր ունես, ես ուզում եմ հենց տատիս Աստվածաշունչը բացեմ, դու նրա Աստվածաշնչի միջոցով խոսա ինձ հետ։
Աստվածաշունչը տատիկից բացեցիմ, Երեմիա 12-րդ գլուխը բացվեց պատահական։ 12-րդ գլխի առաջի 4 համարները կապուտով էր ընդգծված, 5-րդ խոսքը կարմիրով էր ընդգծված, ես հասկացա, որ էսի հենց իմ խոսքն է։ Երեմիան առաջի 4 համարների մեջ բողոքում Աստծուն։ Ինչի համար ամբարիշտը տնկվում է, արմատները խորանում է, բայց արդարները չորանում են, գնում են, ինչի համար։ Ամբարիշտի կյանքում հաջողվում է, բայց արդարի կյանքում էս իմ համար էր, ժողովուրդ։ Ու ես այդ խոսքերը որ կարդում եմ, ասում եմ, հեսա ես եմ բողոքվում։ Բայց հետաքրքիր է 5-րդ խոսքը գիտեք ինչ ասում։ Ասում է, եթե դու հետևակի հետ վազեցիր եւ նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպես պիտի մրցես ձիերի հետ։ Դու որ ապահով երկրի վրա գետինն ես ընկնում, ինչ ես անելու Հորդանանի թավուտներում։ Գիտեք, ես հասկացա, որ Աստված ինձ չի կանչել ինչ որ հետևակի հետ քայլելու, ինձ կանչել ավելի մեծ բաների հետ մրցելու։ Աստված ինձ չի կանչել ուղղակի հանդարտ տեղը կանգնելու, Աստված կանչել է ինձ Հորդանանին, այսինքն ջրի հակառակ կանգնելու։ Եվ այդ իմ համար մխիթարություն է լավ։ Ես դրանք իմ սրտի մեջ ամեն մեկը վերցրեցի։ Եվ 2012 թվականին հոգևորության համար պապասիմ ու կնոջս քրոջս առաջ հարց դրեց. եկեղեցին կամ ես։ Դե Աստծուց ոնց կարաս հրաժարվես։ Ընտրեցի Աստված մեզ դուրս անես տնից։ Երկրորդ հենարանից ես հրաժարվեցի ժողովուրդ, երկրորդ հենարանից կորցրիմ, տարիներ անգամ բարև չէր տալի, փառք Տիրոջ հիմա շատ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց դեռ չէի հասկացել, այն խոսքը, որ իմ կյանքի մեջ Ղազարոս աղբերը տարիներ առաջ ասել էր, որ քո համար պիտի լինի Աստված հենարան։ Գիտեք այդ ընթացքում ինչ է ձեռք բերել, ահա որ շատ ուժեղ էի, ֆիզիկապես, չեմ չափազանցնում, իրոք այն որ տաղանդավոր ուժեղ եմ ել է ֆիզիկապես, իմ համար այդ արդեն շատ ուժեղ հենարան էր, պելուս գումար ունեի։ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին ես իմ ֆիզիկական ուժս կորցրեցի, մարմնիս 59% արհեստական է, էնդոպրոթեզներ են ոտքերս, դրսից իմն է, բայց ներսից երկաթներ են։ Արհեստական մկաններ, արհեստական ջլեր, ժապավեններ ոտքերիս մեջ, վերջը ամեն ինչ արհեստական է, կոպիտ ասած, 59% արհեստական է, որ սենց քայլում եմ փառք Հիսուսին, չէ՞։ Ամեն։ Ու բաքսյոր եմ, չէի հասկանում, որ Աստված հետս խոսալու բան ունի, գիտեք պատերազմից եկել էի տուն, ինչ էի ասում, կորցրել էի առողջությունս, ասում էի շատ փող ունեմ, այս բիզնեսը կանեմ, այն բիզնեսը կանեմ, այն բիզնեսը կանեմ, շատ փող ունեմ։ Աստված մի վարկյանում այսենց արեց, պետությունը հրաժարվավ իմ վիրահատությունները անելու։ Հիսուս ջան, ինչ ես ուզում ինձնից։ Գումարը ժողովուրդ 2 տարվա մեջ հոդս ցնդեց, որտեվ ամեն մի վիրահատություններս լուրջ թվեր էին։ Ես ամեն օր դեղեր էի խմում, դեղեր էի, ոնց է ձերքիս մազերը սենց դուրս երևում, չէ՞, մեր ձերքի մազերը։ Իմ ոտքիս նյարդերը, ներվերը, ոտքերիցս դուրս էին։ Ու մի տյուբիկ այդ մի պաչկա դեղը 20,000 դրամ էր, որ քսում էի մի հատվածս, որ վառեր, որ չցավար։ Դեղերի, հիվանդանոցների, օրը 50,000 վճարում ենք հիվանդանոցի կնոջս հետ։ Այդ վաղտ փող ունեի, չէի նեղվում, մեքենաներս ծախեցի, այդ ամեն ինչը ծախեցինք, գիտեք ինչ տեղի ունեցավ։ Կորցրին իմ 4-րդ հենարանը և Աստված դարձավ իմ հենարանը ժողովուրդ։ Ես ուզում եմ ձեր կյանքի մեջ, որ երբեք չունենաք կողմնակի ուրիշ հենարաններ։ Աստված ուզում է, որ ձեր հենարանը ինքը լինի, երբ որ առաջի անգամ Մովսեսին հանդիպեց, Աստված ասեց, ինչ կա քո ձեռքում, Մովսեսն ասեց գավազան, ասեց դենն է իր գավազանը։ Ինչի համար Տեր Աստված դենն է Տեր, որտև Մովսեսի համար գավազանը հենարան էր, նա հենվում էր նրա վրա։ Մովսեսի համար գավազանը պաշտպանություն էր, ինքը պաշտպանում էր թե իրեն գառներին
Գավազանի համար ապահովություն էր։ Այսօր ո՞րն է քո ձեռքին։ Գումարն է, քո իմաստությունն է, ինչն է, քո ուժն է, քո համար հենարան, քո համար ապահովություն, Աստված ասում է դեն նետի։ Գիտեք, երբ որ Մովսեսը դեն նետեց, զարմացավ, ասեց ոնց, այն ինչ իմ ձեռքերի մեջ էր, օձ էր։ Այն ինչ, որ իմ ձեռքերի մեջ ամեն օր կրում էի, օձ էր։ Ու շատ անգամ մենք օձը մեր ձեռքերի մեջ թունավորելով մեզ, մենք չենք հասկանում, դրա համար մենք մեր կյանքի մեջ տեսիլքներ շատ չենք ունենում Հիսուսի հետ կապված։ Դրանից հետո Աստված գիտես ինչ ասեց բռնի, այն ինչ որ գցել ես բռնի նրա պոչից։ Ու երբ որ բռնեց, Աստված ասում է, ինչը որ այսօր քո համար հենարան է, գցի, հետո ես կթողեմ, որ նրա պոչից բռնես, ոչ թե գլխից։ Քո ձեռքերի մեջ կլինի, բայց վախենալով մոտիկացի։ Հաջորդ խոսքն ասես ձեռքը ծոցը տար։ Ձեռքը ծոցը տարավ, տեսավ, որ ձեռքը բորոտությամբ ալեցած, ոնց էս իմ ներսն էր։ Աստված ասում է, ինչը որ կա քո համար հենարան, գցի, որ ես լինեմ քո համար հենարանը։ Երկրորդն ասում է, դու քո սիրտը մաքրի, ոչ թե ձեռքդ ուրիշի սիրտը մցրա։ Մենք շատ անգամ մեր ձեռքը, չէ դու ես մեղավոր, չէ ես մեղավոր չեմ։ Չէ մենք սիրում ենք ուրիշներին մեղադրել ժողովուրդ։ Աստված ասում էր, դու չես կարա բորոտ սրտով Իսրայելի ժողովրդին հանես, որտեղ բորոտությունը վարակիչ հիվանդություն է։ Միգուցե այսօր իմ սրտի մեջ բամբասանք է, չարախոսություն է, որը վարակիչ հիվանդություն է, միգուցե իմ սրտի մեջ ցանկություն է, միգուցե իմ սրտի մեջ նախանձ է, միգուցե իմ սրտի մեջ ստախոսություն է, գողություն է, սպանություն է, չգիտեմ։ Աստված ասում է, դա վարակիչ է, ձեռքիցդ ներս մցրա եւ սրտիցդ դուրս հանի։ Եվ սրանք իմ կյանքի մեջ կարևոր գործողություններն էին, որ ես արեցի ժողովուրդ։ Գիտես, շատերի կյանքում Հիսուսն աղաղակում է, ոնց որ իմ կյանքում աղաղակում էր ամեն օր։ Դարձի Պողոս։ Հովհաննես ավետարանի 7-րդ գլխի մեջ ասում է, եւ տաճարում կանգնած Տերն աղաղակում էր, նա ով ծառավ, թող ինձ մոտ գա։ Ծառավ մարդիկ կան, չէ՞ ժողովուրդ։ Ովքեր որ իրոք ծառավ են, Աստված ասում է ինձ մոտ եկեք։ Գիտեք, ես շատ ծառավ էի շատ բաներին։ Ու Աստված ամեն օր իմ կյանքի մեջ աղաղակ էր անում, ասում էր, ես կբժշկեմ քեզ։ Ես կբժշկեմ քո ամեն վիրավորված հատվածները։ Ինձ մոտ արի, դու ծառավ ես ուրախության, դու ծառավ ես խաղաղության, դու ծառավ ես հանգստության։ 2 տարի առաջ Հիսուսն եկավ ասեց Պողոս, բոլոր օրերիդ համար ասա շնորհակալ եմ։ Գիտեք, հեշտ է, չէ՞ ասել է ժողովուրդ։ Խնդրում եմ մտածեք ժողովուրդ, մի ասեք այո։ Գիտեք, իմ համար օրեր կան, որ իրոք հեշտ էր ասել, շնորհակալ եմ Հիսուս, շնորհակալ եմ Հիսուս։ Բայց ես վախենում եմ, հեսա հասնել եմ 95 թիվ հունվարի 2, մորս մահվան օրը, ես շնորհակալ չեմ։ Ես շնորհակալ չեմ, Տեր։ Ու երազիս մեջ ասի կներես Հիսուս չեմ ասի։ Հիսուսն աղաղակում էր իմ կյանքի մեջ, դու ծառավ ես շնորհակալության, դու ծառավ ես բժշկության, արի ինձ մոտ, բայց ես մերժում էի։ Գիտեք, զարթնեցիմ, ասի կներես Հիսուս։ Ես իրոք այդ օրը շնորհակալ չեմ, իմ տունը քանդվեց այդ օրը։ Իմ տունը այդ օրը ամբողջությամբ քանդվեց եւ ես չեմ հիշում այդ տարիների մեջ իմ երջանկությունը։ 2 օր կռվել եմ ինքս իմ հետ, Աստված ամեն օր խոսում էր։ Ու ամեն օր այդ 2 օրերի մեջ, որ Աստված խոսում էր, գիտեք ինչ է ասում։ 50 տարի Տեր, եթե մամաս ապրեր։ 50 տարի։ Որտեվ անկեղծ եմ ասում, ժողովուրդ, տարբերություն չկա մայր կորցնես թե որդի։ Որտեվ ես այն տարիքում եմ մայր կորցրել, որ նույն կարիքն եմ ունեցել, ինչ որ մայրերը որդիներ են կորցնում։ Որտեվ մոր այնքան է պետք իր որդին, ինչքան այդ փոքր երեխուն իա մաման։ Ես այդ օրերին գիտեք, ես չեմ մոռանում դրանք ժողովուրդ։ Մորս տեսքով բոլոր կանանց վազում գրկում էի, գիտե իմ մամասա, ու ես թափվում էի։ Գիտեք, ամեն մեկը, որ նույն շորն էր հագնում, ինչ որ իմ հիշողության մեջ իմ մամաս, վազում գրկում է, ասում է, իմ մամասա ուր էր բա։ Ու հանկարծ շրջվում էի, տենում էի, որ իմ մաման չի։ Ու ես այդ հիշողությամբ կռվում եմ Աստծո հետ, ասում եմ, Տեր, այդ օրվա համար ոնց ասեմ շնորհակալ եմ։ 2 օր հետո Հիսուս երազիս եկավ, ձեռքով ցույց տվեց, ասեց Պողոս, կարաս 50 տարի իմ համար առանց մամա ապրես։ Գոռում էի 100 տարի, առանց որևէ մեկ, քո համար կապրեմ Հիսուս,
100 տարի առանց որևէ մեկ կարամ քո համար ապրեմ, մենակ քո համար, որտեղ շատերիս մեջ մի հասկացողություն կա, որ սատանան հոբից գողացավ ամեն ինչ, բայց ամեն ինչ Աստված էր նրա համար, երբ որ քո կյանքում Աստված լինում ամեն ինչ դու ոչ մեկին չես կորցնում։ Ճանապարհին քրոջս հետ գալուց ասում եմ, ես իմ մոր մխիթարությունը ստացել եմ։ 40, 50, չգիտեմ քանի տարի Աստված թույլ կտա ապրեմ, ես իա հետ իարկող Տիրոջն ենք երկրպագելու։ Բայց գիտեք դրա փոխարեն Աստված ինչ տվեց։ Բոլոր այն մարդիկ, ովքեր իրանց կյանքի մեջ կորուստներ են ունեցել, հայրեր, եղբայրներ, մայրեր, որդիներ, Աստված ինչ որ վերցնում է դրա փոխարեն մի բան է տալի, խոսքի կշիռ։ Դուք ժողովուրդ ինձ լսում եք, ոչ թե որ ես ֆիզկուլտ ինստիտուտ ուղղակի ավարտել եմ, չէ, ես անգրագետ եմ, չեմ չափազանցնում, ես շատ վատ եմ սովորել։ Բայց իմ խոսքի մեջ կշիռ կա, որտեվ ես անցել եմ մի տառապանքի միջով, իմ խոսքը արդեն զորություն ունի։ Այն մարդիկ, ովքեր ինչ որ մեկին իրանց կյանքում կորցրել են, իրանք պիտի հասկանան, որ իրանց խոսքը կշիռ ունի, որտեվ երբ որ դու առանց կշիռ ունեցող մարդը խոսում ա ցավ տեսած մարդու հետ, այդ մարդն ասում է, ախր դու ինչ ես հասկանում։ Բայց ինձ ոչ մեկ չի կարա ասի։ Ես հասկանում եմ ցավը ինչ է։ Ու Աստված մեզ ժողովուրդ ընտրել է աշխարհի մեջ։ Ինչ անենք մխիթարության համար։ Շատերը ուղղակի մնում են սքի մեջ, ինչպես ես շատ երկար ժամանակ մնացի սքի մեջ։ Բայց ես ասում եմ, մի օր, մի հավիտենություն, ոչ թե ինչ որ մի 100 տարի, 70 տարի, մի հավիտենություն, ես իմ ընտանիքի հետ Տիրոջն եմ երկրպագելու։ Տիրոջ հարսանիքին եմ մասնակցելու։ Աստված ամեն օր աղաղակում ասում է. դու ծառավ ես, դու սքի մեջ ես, դու ինչի կարիքն ունես։ Դարձի ինձ։ Գիտեք, Աստվածաշնչի մեջ 3 աղաղակ կա, որ Հիսուսը արեց։ Հովհաննես ավետարան 7-րդ գլխի մեջ աղաղակեց, ասեց նա ով ծառավա թող ինձ մոտ գա։ Աստված աղաղակում է բոլոր ծառավներին, ովքեր կարիք ունեն ջրի, ասում է ինձ մոտ եկեք։ Երկրորդ աղաղակը Հիսուսն արեց Ղազարոսին, ասեց քնածա, Ղազարոս դուրս արի։ Աստված քնած մարդկանց, ովքեր որ քնած են, 5 կույսերը քնած են, ժողովուրդ։ Աղաղակում ասում արթնացիր։ Աստված աղաղակում ասում արթնացի։ Եվ երրորդ աղաղակը խաչի վրա էր։ Ասում է Հիսուսը խաչի վրա աղաղակեց։ Ինչի համար խաչից աղաղակեց, որտեղ մենք խաչից հեռու ենք։ Հիսուսը խաչի վրա աղաղակում էր, ասում էր հասկանում եք ժողովուրդ, դուք ձեր ձեռքերը ձեր հիվանդների վրա դնում եք, չեն բժշկվում, որտեղ դուք ձեր մտքի հարցը չեք լուծել։ Որտեղ երբ որ Հեսուին ասում էր, ես քեզ հետ եմ ամեն օր ուր որտեղ որ ոտքը դնես, Հեսուն հավատում էր սրան։ Ու Հիսուսն ասում էր, դուք ձեր կյանքի մեջ մտածում եք, որ ձեր ոտքերը սահմանափակ է, բայց ձեր ոտքերի փոխարեն ես իմ ոտքերը կսահմանափակեմ, որ ձեր ոտքերը օրհնված լինեն։ Ու այն օրհնությունները, որ Հիսուսն ուներ, որ ամեն մի քաղաք, ամեն մի տուն, որ մտնում էր, բժշկություն էր տեղի ունենում, այդ փոխանցել է մեզ։ Ամեն, ասա ես ընդունում եմ Հիսուս։ Հիսուսը խաչի վրա ասեց, ձեր ձեռքերը սահմանափակ են, բայց ես իմը կսահմանափակեմ, որ ձեր ձեռքերը անսահմանափակ լինեն։ Որ ամեն մեկի վրա երբ որ ձեռքը դնում ես, ասա ես իմ ձեռքը չի, իմ ձեռքը խաչի վրա մնաց, այս Քրիստոսի ձեռքն է։ Գիտեք, աշխարհը ասում էր, զինվորները ասում են, մեզ քո միտքը պետք չի, փշեպսակ դրեցին Հիսուսի գլխին։ Ասում են, մեզ քո միտքը պետք չի։ Մենք չենք ուզում քո միտքը ունենանք։ Առաջի Կորինթացիներ 2-ի 6-ը, եթե չեմ սխալվում, ասում է եւ մենք Տիրոջ միտքը ունենք։ Գիտես, անեծքը քանդեց Հիսուսը խաչի վրա։ Անեծքը քանդվավ ժողովուրդ։ Նոր եկեղեցին, որ այսօր մենք ենք, ել չի արարվել ոսկորից, որտեվ առաջի եկեղեցին արարվեց ոսկորից, Աստված Ադամի կողքից Եվային դուրս բերեց։ Նոր եկեղեցին արարվել է արյուն եւ ջրից, ինչպես որ առաջի Ադամը, այնպես էլ երկրորդ Ադամը խաչի վրա նոր արարչագործություն տեղի ունեցավ, որի կողքից, նույն կողքից, բայց ոչ թե ոսկոր, այլ արյուն ու ջուր դուրս եկավ։ Երբ որ Իսրայելի ժողովուրդը մեղք էին գործել, ուխտի տապանակը կորցրել էին, հետո Աստծո հրաշքով Աստված ինքը ուխտի տապանակը հետ բերեց եւ փղշտացիների դեմ պատերազմ ունեն, գիտեք ինչ ասում է Սամուելը եկավ, ժողովուրդը դարձի եկան, ապաշխարեցին, զղջացին։
Ասում է, եւ Սամուելը ջուր քաշեց եւ թափեց։ Գիտեք, ջուրը, որ թափում ես գետնի վրա, ել չես կարող հավաքես։ Աստված ասում է, ես քո մեղքերը որ ներում եմ, ել մի հետ վերց, այ բալա։ Խի ես հետ վերցում, ել այդ թափվել է, ել դու չես կարող վերցնես։ Մովսեսին Աստված ասեց, ջուրը թափի գետին, ջուրը թափեց այրուն դարձավ։ Գիտեք, այրուն ու ջուրը այնքան կարևոր խոսք է մեր կյանքի մեջ։ Այրունը փրկությունն է մեր կյանքի, ջուրը կյանքը։ Ջրի մեջ կյանք կա, ժողովուրդ, մաքրություն կա։ Մենք լվացվում ենք ջրով։ Ու Հիսուսն ասում է, իմ այրուն ու ջուրը ձեր կյանքի մեջ է։ Ու ամեն օր աղաղակում է։ Ասում է, խաչին մոտեցեք։ Խաչին մոտեցեք։ Բայց շատերս մնում ենք նույն տեղերում, ժողովուրդ։ Շատերս քնած ենք, շատերս մոլորված ենք մեր խնդիրների մեջ։ Բայց Աստված կանչում է։ Աստված կանչում է ամեն մեկից յուրահատուկ ձևի, ինչպես ինձ կանչեց։ Ես արձագանքեցի նրան։ Մի հատ հետաքրքիր դրվագ կա, որ սիրում եմ։ Հովհաննես ավետարան 20-րդ գլուխ։ Եթե ձեզանից որևէ մեկը, չեմ ուզում արձագանքեք, ուզում եմ ուշադիր լսեք։ Եթե ձեզանից որևէ մեկը այս օրերին կորցրել այն հարաբերությունը, որ ուներ Հիսուսի հետ։ Եթե ձեզանից մեկը այս օրերին այդ 3 կերպարների մեջ է, մոլորված, քնած կամ հեռու խաչից։ Գիտեք ինչա պետք անենք։ Հովհաննես 20-րդ գլխի մեջ ասում է Մարիամ Մագդաղենացին գնաց եւ տեսավ գերեզմանը դատարկ էր։ Վազեց աշակերտներին ասեց։ Պետրոսն ու Հովհաննեսը վազեցին, ասում է, բայց Հովհաննեսը ավելի արագ վազեց։ Բայց չմտավ ներ, սպասեց Պետրոս եկավ, մտան, տեսան գերեզմանը դատարկ, վարշամակը ծալված, մի օր առիթ կլինի այդ վարշամակի մասին կխոսամ, ու գնացին։ Բայց գնացին իրանք, ոչ թե Մարիամը։ Գիտեք Մարիամն ինչ էր անում։ Ասում էր, ես ոնց կորցրիմ իմ տիրոջը։ Իմ խելքը որտեղ էր, իմ ուշադրությունը որտեղ էր, ես իմ տիրոջն եմ կորցրել։ Ու ինքը իր տիրոջն էր մանգալի ժողովուրդ, մենք կորցրել ենք մեր տիրոջը շատերս։ Ու տիրոջն էր մանգալի, մտնում էր գերեզման, տեսնում էր հրեշտակներին, ասում էր, ձեր անսովոր տեսքը ինձ չի զարմացնում, ինձ զարմացնում այն հարցը, թե ես ոնց իմ տիրոջը կորցրիմ։ Ես չեմ զարմանում ձեր տեսքով, ձեր գեղեցկությամբ ես զարմանում եմ ին վրա, որ պիտի ես չկորցնեի, բայց ոնց կորցրիմ։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Հիսուսը չի հանդիպում առաջի գնացողին, նա հանդիպում է մինչև վերջ մնացողին։ Շատերս մեր կյանքի մեջ ժողովուրդ Աստծու մխիթարությունը չենք ստանում, Աստծու մեր կյանքի մեջ չենք տեսնում, որտեղ միշտ տապում ենք գնալու։ Շատերը հարցնում են ինձ, ասում են, ինչի համար Աստված երազներով խոսում, ասում են, որտեղ միակ տեղն է, որ լուռ ենք մնում։ Որտեղ միակ տեղն է, որ լուռ ենք մնում։ Գիտեք, այնքան կարևոր է, որ մենք գտնենք Հիսուսին։ Վերջացնում եմ, ժողովուրդ։ Այնքան կարևոր է, որ գտնենք Հիսուսին։ Հովհաննես ավետարան 5-րդ գլխի մեջ 5-րդ խոսքից խոսում է 38 տարվա անդամալույցի մասին։ Հիսուսը գալիս ասում է տեսնելով, որ երկար տարիներ այս մարդը հիվանդ է, գալիս ասում է, ուզում ես բժշկվես։ Հիսուսը հիմա ձեզ հարց է տալի, ասում է, ուզում եք ձեր խնդիրը լուծվի, ուզում եք բժշկվեք, ուզում եք ձեր կյանքում այն ինչը որ կարիք ունեք, ուզում եք ժողովուրդ։ Այս մարդն ասեց չէ։ Ասեց ես բժշկությունը 38 տարի է իմ աչքով տեսնում եմ ավազանի մեջ։ Ես կարիք չունեմ բժշկության։ Ես կարիք ունեմ մեկի, ով ինձ բժշկության մեջ կտանի, որտեղ միգուցե հաջորդ քայլի մեջ ես կուրանամ ոչ թե անդամալույց լինեմ, ինձ այդ մեկն է պետք։ Ժողովուրդ, մենք նայենք ինչ ենք ուզում Հիսուսից, բժշկություն թե Հիսուսին ենք ուզում։ Ցավոք սրտի մեր կյանքի մեջ ավելի շատ մենք Տիրոջից ուզում ենք, քան թե Տիրոջն ենք ուզում։ Բայց ես ասում եմ, Տեր, ես անկեղծ եմ ասում տարիներ, արդեն քանի տարի է, հեսա 6 տարի կլինի, ես իմ առողջության համար չեմ աղոթել։ Երբեք։
Ուղիղ 3 ամիս ես յան հարց եմ տվել, Հիսուս իմ վերջը ինչա լինելու։ Երազիս եկավ ասեց Պողոս, դու մխիթարվելու ես, հանգստանալու ես։ Բերանս փակեմ պահը։ Ես հավատում եմ քեզ, որտեվ ստե եթե որևէ մեկից ծառայողներից ջուր ուզեմ իրան կպտան, բայց ես պիտի սպասեմ մինչև բերեն։ Միգուցե մի րոպե, միգուցե 20 վայրկյան։ Մի անգամ եմ ես աղոտ քարե 10-րդ վիրահատությանս լուսաբացին, որ պիտի գնայի վիրահատության, երաս տեսա, որ տառապանքով եմ անցնելու։ Վախեցակ ժողովուրդ։ Լուրջ եմ ասում, ահա որ վախեցել եմ։ Դուք մի մտածեք, այդ վիրահատությունները այնքան հեշտ են ելը, որտեվ ես ամեն վիրահատությունից հետո 6 ամիս քայլել եմ սովորել։ Քայլեր սովորում եմ, հենց ասում եմ, արդեն լավ է, նորից տանում են վիրահատության, նորից։ Գիտեք, հելամ, ծնկի եկամ, ծնկի չէի կարում գայ, պարկեցի գետին, ասիմ, Հիսուս, ես իմ ոտքերն եմ ուզում։ Ես ուզում եմ, որ դու իմ առաջվա ոտքերը տաս, որ քո հետևից վազեմ։ Գիտեք, մի ձայն ինձ ինչ էր ասում, քեզ ինձ մոտ գալու համար ոտքեր պետք չեն, ծնկներ են պետք, ես ամաչում եի։ Գոռում է, ասում է, Հիսուս, ինձ ոտքեր պետք չեն, ծնկներ են պետք եւ ունեմ։ Եվ չեմ աղոթել։ Որտեվ նա խոստացավ անպայման կանի։ Թվոց 23-րդ գլխի մեջ ասում է Աստված մարդ չի, որ սուտ խոսա, ոչ էլ մարդու որդի, որ զղջա, միթե կասի ու չի անի։ Ժողովուրդ այն Աստված ու մենք հավատում ենք Հայր է։ Ղուկաս ավետարանի 13-րդ գլխի մեջ ասում է Հիսուսը ժողովարանում քարոզում էր եւ մի կին կար 18 տարի հիվանդ էր։ Գիտեք, Հիսուսը ժողովարանում, որ քարոզում էր, մոտավորապես 30 տարեկան էր։ 30 տարեկանից, որ հանում ես, 18 հանում է 12։ Այս կին առաջի տարին էր, որ հիվանդությամբ բռնվել էր, գնացել էր տաճար ու տեսել էր 12 տարեկան Հիսուսին, որ խոսում էր, որ բոլորը զարմանում էին։ Քահանայապետները, ուսուցիչները բոլորը տեսան Հիսուսին, բոլորը այդ կնոջն էլ տեսան, որ եկել էր, տարեկան ուխտերը անելու, որ բժշկվեր։ Հիսուսը տեսավ բոլորին եւ այդ կնոջն էլ։ Անցավ տարիներ, բոլորը մոռացան Հիսուսին, բոլոր ուսուցիչներ, այդ կինն էլ մոռացավ Հիսուսին, բայց Հիսուսը չէր մոռացել։ Աստված չի մոռացել ձեզ։ Աստված ձեր կարիքն ունի, ժողովուրդ։ Ասում է ժողովարանում Հիսուսը քարոզում էր եւ մի կին կար 18 տարի, որ հիվանդ էր։ Հիսուսը տեսնելով նրան ասեց ինձ մոտ եկ։ Եվ երբ որ նա եկավ բժշկվեց։ Ժողովուրդ շատ անգամ մենք լինում ենք նրա հետ նույն ներկայության մեջ, բայց նրան մոտիկ չենք լինում, որ բժշկվենք։ Մոտեցեք Տիրոջ։ Մոտեցեք Տիրոջ, ասա, այսօր այդ մարդը ես եմ Հիսուս։ Ես ուզում եմ քեզ մոտիկանամ։ Ես ուզում եմ քեզ մոտիկանամ։ Ժողովուրդ, կյանքում ոչինչ եմ ես եղել։ Ամբողջ կյանքը զգտել եմ ինչ որ մեկը լինելու, բայց Աստված ոչինչ դարձրեց։ Աստված ուզում է, որ մենք ոչինչ լինենք։ Երբեք մեր հույսը չդնենք մեր հասկացողության վրա։